Հերթական աջակցությունը գյուղատնտեսական ոլորտին էկոնոմիկայի նախարարության կողմից։ Կառավարությունը սկսել է աջակցության ծրագիր հանրապետության բոլոր մարզերում կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին։ Անասնապահության ոլորտը զարգացնելու նպատակով վերջին տարիներին էկոնոմիկայի նախարարությունը աննախադեպ քանակների ծրագրեր է մշակել եւ հաստատել, որոնցից վերջինը 26 թվականի կարտի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառումն է։ Նշված ծրագրի շրջանակներում կենդանիներին գլխաքանակը ապահովելու եւ շատացնելու նպատակով պետությունը որոշում է կայացրել, որպիսի մեկ կովի մեկ գլխի հաշվով փոխհատուցում իրականացվի 15000 դրամի չափով։ Ծրագրից կարող են օգտվել բոլոր կով պահողները, որոնք ունեն 3 եւ ավելի գլուխ կով, ինչպես նաեւ պետք է 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կենդանիները հաշվառված լինեն անի պաս էլեկտրոնային համակարգում, նաեւ մասնակցած լինեն պետական պատվաստման ու ախտորոշիչ միջոցառումներին։ Գյուղացիներն ու ֆերմերները սուբսիդավորում կստանան մինչև 22 կովի համար, անկախ նրանից, թե քանի գլուխ կենդանի ունեն։ Այսինքն այն տնտեսվարողները, ովքեր որ նաև ունեն 100 գլուխ կամ 50 գլուխ կենդանի, իրենք կարող են 20 գլխի չափով պետությունից ստանալ փոխհատուցում։ Խոսքը վերաբերում է բոլոր տնտեսվարողներին։ Նախարարության անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանի խոսքով ծրագրի նպատակն է փոխհատուցել ամառվա սեզոնին կաթի ցածր գինը։ Յուրաքանչյուր գլուխ կովի համար միանվագ տրամադրվող 15000-ական դրամները կաթի 1 լիտրի գինը գյուղացու համար միջինում կբարձրացնի մոտավոր 20 դրամով։ Տիգրան Ալեքսանյանը ներկայացրեց նաև դիմելու կարգը։ Ֆերմերային տնտեսությունը կամ գյուղացիական տնտեսությունները պետք է դիմեն վարչական շրջանի ղեկավարին, ներկայացնելով իրենց անձնագրի պատճեն, ինչպես նաև անասնաբուժի կողմից ներկայացված անասնաբուժի մատյանի քաղվածքը եւ կենդանիների պատվաստման կամ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը, որից հետո վարչական շրջանը ուսումնասիրում է փաստաթղթերը եւ ներկայացնում է արդեն իսկ համայնքի ղեկավարի կողմից ստեղծվում է հանձնաժողում պարտադիր ներգրաված են լինում համայնքի համաճարակաբանները կամ անասնաբուժները, որպիսի կարողանան իրենք ունեն թույլտվություն անեպս համակարգը ստուգելու եւ ճշգրտելու նպատակով, որից հետո արդեն իսկ համայնքից փաստաթղթերը ներկայացնում են մարզպետարան եւ ընդհանրակարգով գալիս է էկոնոմիկայի նախարարություն եւ ուսումնասիրում են, տալիս են եզրակացություն։ Ծրագիրն արդեն մեկնարկել է, նախարարությունը շուրջ 700 դիմում է ստացել, ավելի քան 4300 գլուխ կենդանու համար։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։